Շնորհակալ եմ։ Պարոն Մելքոնյան, ումի նկատի ունեիք սրբազաններ ասելով ձեր ելույթի մեջ, այն մարդկանց, որոնցից մեկը զինված հեղաշրջման կոչեր էր անում, այն մյուսն էլ ահաբեկչական շարժումներ ղեկավարում։ Այդ մարդկանց սրբազան ասելը մեղք է, խորհուրդ եմ տալիս այլ բառեր ընտրել։ Խնդրում եմ տեղից մի խոսեք։ Ձեր ելույթի ժամանակ ես չէի խոսում։ Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ։ Այսօր այս բարձր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս կատարած մի խայտարակ հայտարարության մասին, որը մեղմ ասած առաջացրել է քաղաքացիների զայրույթն ու զզվանքը։ Բայց մինչ այդ ուզում եմ հիշեցնել, ինչպես բոլոր հնարավոր առիթների դեպքում եմ հիշեցնում, որ տվյալ անձը չի ընտրվել Գյումրու համայնքապետ, չի ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունը եւ վերջինիս այդ պաշտոնին կարգել է պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իսկ հիմա եւս մեկ անգամ հիշենք, թե ինչ է ասում Գյումրու համայնքապետ կարգված Վարդան Ղուկասյանը, նույն ինքը Վարդանիկը։ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրեն կասեմ թրկահպատակ շան տղա, մեջբերման ավարտ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ նման միտք է արտահայտում մի մարդ, ով տարիներ շարունակ այս կամ այն մարդու մոտ հպատակ է աշխատել։ Գործընկերներից մեծամասնությունը այս ամբիոնից հարց հնչեցրեց ընդհանուր ընդդիմությանը, բայց ես ուզում եմ անձամբ Մարտուն Գրիգորյանին հարցնել. արդյոք վերջինս համակարծիք է այն մարդու հնչեցրած մտքերի հետ, որի մասին ես խոսում եմ։ Իմիջիայլոց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս հարցի պատասխանը ոչ միայն ես եմ ուզում իմանալ Մարտուն Գրիգորյանից, այլ գյումրեցիների մեծամասնությունը, որովհետև ինքն ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի կատարած յուրաքանչյուր հայտարարության, արած յուրաքանչյուր աշխատանքի համար։ Վարդան Ղուկասյանն այդ նույն հարցազրույցում մեկ այլ ոչ պակաս հակապետական միտք է հնչեցնում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում ասելով. Պարոն Ղուկասյան, դուք, ձեր քաղաքական հայրերը շատ կերազեիք, որ Հայաստանն իրենից իրականում բան չներկայացներ։ Ասեմ ավելին, տարիներ շարունակ դուք եւ ձեր քաղաքական հայրերը արել եք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանն իրականում իրենից բան չներկայացնի։ Բայց 2018 թվականից ի վեր մեր երկրում վարվում է բացառապես այնպիսի քաղաքականություն, որը աշխարհում բարձրացնում է Հայաստանի դերն ու նշանակությունը։ Շնորհակալ եմ եւ ամենավերջում ուզում եմ մի ուրախալի լուրով կիսվել մեր քաղաքացիների հետ։ Այսօրվանից Գյումրու Շիրակ օդանավակայանից ուղիղ չվերթներ է իրականացվում դեպի Կիպրոս եւ հակառակ ուղղությամբ, որը կարեւոր եւ նշանակալի իրադարձություն է։ Շնորհակալ եմ։ Սերգեյ Բագրատյան, հաջորդ ելույթի համար համեցեք։